Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղաղություն ձեզ։ Աստված շատ օրհնի ձեզ։ Էլի հարց ունենք, էլի շատ ուրախ ենք, որ ուզում են հոգևոր խորհուրդ իմանալ։ Հարց կարդամ. Աստված օրհնի ձեզ Արկադի եղբայր, իմ եւ մեր քույր եղբայրների հոգևոր նորոգման եւ մտքի շինության համար։ Կարևոր եմ համարում եւ խնդրում եմ ձեզ մեկնաբանել Մատթեոս 17:17 խոսքը եւ այդ դրվագի հոգևոր խորհրդի դաստիարակչական իմաստը։ Ամեն։ 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 Եկ ուրախ ենք մենք հոգևոր դաստիարակչական իմաստը, որտեղ մարմնավորը միշտ ասում ենք ամեն անգամ ասում ենք վնասից բացի օգուտ չի տալիս։ 17:17 հա Մատթեոսի։ Մատթեոս 17:17 Կարդանք հարցը, հետո անցնենք մեկնությանը, սիրելի Աստված։ Եվ Հիսուսը նրան ասաց, եւ դևը նրանից դուրս եկավ եւ տղան նույն ժամիցը բժշկվեցավ։ Դևի բժշկության մասին է հարցը։ Ես կուզեմ շարունակությունն էլ կարդամ։ Արեք սկզբից այս բժշկության մասին կարդամ ձեր հարցը, որ լայն ընդարձակ ասենք պատասխանվի էլի։ 17-րդ գլուխ 14-րդ խոսքից եմ կարդում։ Եվ երբ որ նրանք ժողովրդի մոտ եկան, մի մարդ մոտեցավ նրան եւ առաջը ծունկը դնելով ասում էր. Տեր իմ, ողորմիր որդուս, որ լուսնոտում է եւ չարաչար տանջվում, որտեւ շատ անգամ կրակն է ընկնում եւ շատ անգամ ջուրը։ Տեսեք, եւ Հիսուսը սաստում է այդ դևին լուսնոտության դևին։ Արեք մի հատ էլ տենանք ինչ է նշանակում հոգևոր լուսնոտ հիվանդությունը, լուսնոտել։ Լուսինը Աստված ստեղծեց գիշերը լույս տալու համար, արևը ցերեկը լույս տալու համար։ Կան մարդիկ, տես մի քիչ առաջ սկսելուց մեր հաղորդումը Մելանյան ասեց, որ փառք Աստծո, որ հոգևոր եմ տալի հարցը, հոգևոր է, ուզում են հոգևոր իմանալ։ Կան մարդիկ մարմնավոր են, լուսնոտ հիվանդներ, այն որ քայլում են լարերի վրով, չէ՞, մեկտես լուսնորդ, հա, ստեղել է նույնը հիվանդության մասին ասում, բայց հոգևոր իմաստով լուսնոտ բառը, սիրելի Աստծո, գիշերը մարդու մեջ, եթե իմ մեջ, այսօր ինչ որ մեկի մեջ, գիշեր հասկացողությունն է, խոսքը գիշեր է իմ համար, մութ է, այսինքն օրինակ, ով չհատի իր հորնումորը, ինձ աշակերտ չի կարալնի, դա գիր է, մարմնավոր է, դա գիշեր է, բայց լույս է տալի, ինչի համար է լույս տալի, որտեղ գրված է, հասկանում եք, արև չի, լուսավոր չի այդ խոսքը, գրված է, բայց գիշեր է, ոնց թե ատեմ իմ հորնումորը, գիշեր հասկացողությունն է, եւ այս տղեն, այսինքն մարդը, որ մարմնավոր է կարդում Աստվածաշունչը, մարմնավոր է շարժվում առաջ Աստվածաշնչի, հոգին չի վերցնում, հոգի խորության մեջ չի մտնում, Քրիստոսին չի վերցնում, ուղղակի գիրն է կարդում, հենց այդ հիվանդի մասին ասում, քանի որ Հիսուս Քրիստոսը քիչ ասեց, քննեք գրքերը, տեսեք, որ իմ մասին է գրված, գրքերը գիրը քննեք, տեսեք, որ հոգու մասին է գրված, սիրո մասին է գրված, ոչ թե գիրը սպանում է Պողոս առաքյալն ասում։ Դրա համար, քանի որ լուսնոտում էր այս մարդը, գրով էր առաջնորդում, խավար էր իր համար, մութ էր, բայց լույս էր տալի գիրը, որ ոնց գրված է, Աստվածաշնչի մեջ սենց է գրված, բայց իր մոտ գիշեր է, ոնց թե պետք է ատիրը հորնումորը, մեկ գործող եղբոր այդ հաշ չուտի, բարև չտա իրան, կամ ասենք, նու գրով առաջնորդվող, ամաղեք ես սպանես, մենք էլ մեր թշնամիներին դի սպանենք, Աստված սպանում է։ Սա գիշեր հասկացողություն է, խավար հասկացողություն է, լուսնոտում է մարդ, լուսնորդ հասկացողությունն է, որ գիշերն է լույս տալի իրան գիրը, որը սպանում է։ Հասկանում եք, սիրելի քույր եղբայրս, տեսեք ասում է, եւ շատ անգամ ընկնում է կրակի մեջ եւ ջրի մեջ, ջուրը։ Լուսնոտած մարդիկ, այսինքն գրով առաջնորդվող մարդիկ, շատ անգամ իրանց գցում են կրակի մեջ, փորձության մեջ։ Այո, գրված է պիտի իմ հորնումորն ատեմ, ու հորնումորը սկսում ատել, զանգում չի պատասխանում հեռախոսով, հեռու է պահում իրանից, սա կրակ է, կրակ փորձության մեջ է, ինքը իրան գցում։ Ինչի համար այն իրան գցում այդ վիճակի մեջ, որտեղ լուսնոտ է, որտեղ գրով առաջնորդը, իսկ գիրը լույս չի տալի, արևային լույս չի տալի։ Խավար է գիշերվա լույսը, լուսնի լույսը, լուսնոտում է։ Հա, բացված չի հասկանում։
մի ժամանակ ասма կրակի մեջ եւ ջրի մեջ եւ Աստվածաշնչի ջուրը Աստվածաշնչի գիրն է, որը կարդում է եւ այդ կարդալով այդ գիրը իրան ջրի մեջ է գցում, խոսքի մեջ է գցում, բա գրված է ու տեղից է գցում կրակի մեջ, որ գրված է դի կատարել, ու սկսում է չար բաներ կատարել։ Լուսնոտ հասկացողությունը հիվանդության։ Եվ այս լուսնոտ հիվանդին բերում են աշակերտները չեն կարողանում բժշկել լավ կոնկրետ ես հարցի մասին խոսամ եւ Հիսուսը նրան սաստելով դևը նրանից դուրս է գալի ու տղան բժշկվում է։ Եվ 20-րդ խոսքի մեջ գրված է. բայց այս ցեղը դուրս չի գա, եթե ոչ աղոթքով եւ ծոմով։ Հիսուս Քրիստոսն ասում է, աշակերտներն ասում են մենք քիչ կարծանք անեինք։ Հանդիմանում է սաստում է Հիսուս Քրիստոսը աշակերտներին։ Անհավատ, թերահավատներ ասում է։ Ինչքան պետքա ձեր հետ լնե։ Ու տալիս է բժշկության դեղը, ասենց ասած, ռեցեպտը, որ այս տեսակ հիվանդությունը դուրս է գալի աղոթքով ու ծոմապահությունով։ Այս տեսակ ցեղը, դևերի ցեղ կա մարդու մեջ, տգիտության ցեղ ազգ կա, ատա քո հորն ու մորը, սա տգիտության ազգ ու ցեղ է, դրան մենակ պետք է հանեն ծոմով ու աղոթքով։ Ինչ է նշանակում ծոմ ու աղոթք։ Աղոթքը գիտենք, որ անդադ սրտացավ ձևով խնդրում ես Աստծուն իր համար, որ բժշկվի, իր աչքերը բացվի, ինքը հասկանա դիմացինը։ Իսկ ծոմը Աստվածաշնչյան շատ խոսքեր, բոլորը կերակուր Աստվածաշնչի խոսքերը։ Կերակուր է, իսկ ծոմը նշանակում է, որ կերակուրից զրկում ես քեզ, չես ուտը։ Այսինքն տենում ես դիմացինը մի բան ապնդեմ, չես դե գրված է, չես ասում, չէ, դա օքեվոր է, չես պնդեմ։ Ծոմ հասկացողությունը ու չես ուտում, իր ասած այդ միտքը չես ուտում։ Ասում ես հա, տենց է, բայց դե Աստված սեր է ախր։ Դե ոնց կարաս ատես հորն ու մորը, դա սատանայի բանն է ատելությունը, չէ՞ որ մարմնի գործերն են ատելություն, բան։ Ծոմ ես պահում իր ասած այդ խոսքը չես պնդեմ, որ վեճ չառաջանա, իրար չկա։ Ու այդ ժամանակ իր միտքը բացվում է ու ինքը սկսում է Աստծուն ճշմարիտ ձևով ճանաչելու հասկանալ։ Տեսեք, ես մի քանի տեղեր եմ անել, կուզեմ էտել էլի կարդամ։ Հայտության 18-րդ գլուխ 1-2 խոսքերը։ Եվ սրանից հետո տեսան մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս, որ մեծ իշխանություն ուներ, եւ երկիրը լուսավորվեցավ նրա փառքովը, եւ զորությամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասաց. ընկավ մեծ Բաբելոնը եւ եղավ դևերի բնակություն։ Բաբելոնը մենք գիտենք ամեքսը, խառնաշփոթությունը, խառնակումը, մտքի խառնակում, ոչ թե այն դարեր առաջ Բաբելոն պետության մասին է կամ իմիգվա։ Մարդու մտքի խառնակումը հոգեվոր իմաստով դա Բաբելոն է մարդու մոտ։ Մի քիչ առաջ ասեցի, գրված է, հորն ու մորը ով չատի ինձ աշակերտ չի կարալնի, կնոջ երեխեքին ով չատի։ Մի քիչ Աստված սեր է, սիրում է, պատվիրանների մեջ պատվի քո հորն ու մորը։ Շատ տեղեր սիրի քո թշնամուն մինչև անգամ։ Մի քիչ Բաբելոն առաջանում իր մեջ, խառնաշփոթություն։ Ոնց հասկանանք դե։ Ստեղ այս ձևագրված քո խոսքը մեկսեց ես ասում, մեկ տնեց ես ասում։ Դա Բաբելոն է մարդու մեջ առաջացնում։ Բայց երբ որ հոգին է գալիս, Տիրոջ հոգին է գալի, երկնքից հրեշտակն է խոսում, ասում այն ժամանակ վայր անկնում այդ Բաբելոնը, մարդու միտքը բացվում է։ Ես Քրիստոսին դեռ աշակերտ չեմ, մինչև Քրիստոսին աշակերտ լինելը պետք է ես ատեմ իմ հորն ու մորը։ Ով է իմ հերը եղել, հակառակորդը արդարությանը, որ Աստվածաշունչը կոչում է սատանա։ Ես ծառայել եմ իրան, ես ծնվել եմ հպարտությունից, մինչև Քրիստոսին գալը։ Իսկ Քրիստոսն ասում է ատա իրանց, որ ինձ աշակերտ լինես։ Իմ կիննով է, իմ ցանկությունն էր, որ ես ցանկանում եմ ագահության, չարության, ամեն վատ բաների։ Ցանկությունս է իմ կինը, իսկ որդիները իմ այդ ցանկությունից ծնված պտուղներն են, որ ես համ ցանկանում եմ, համ կատարում եմ այդ պտուղները։ Դրանց ասում եմ, մինչև չատես ինձ աշակերտ չես կարողանես։ Այդ ժամանակ մեկ էլ Բաբելոնը ընկնում է իմ գլխի, իմ հասկացողությունից։ Արդեն ես հասկանում եմ, որ այ Տեր Աստված սրա մասին ես խոսում։ Հասկանում եք, սիրելի հարստվող, սիրելի քուրեր եւ եղբայրներ։ Այս հասկացողությունն է, որ Բաբելոնը շատ մարդկանց մեջ Բաբելոն է։ Ես ինտերնետով քարոզներ եմ լսում, մեկ բարապ ժամանակից թերթում եմ YouTube-ով կամ ասենք Facebook-ով մի խոսքով։ Մարդիկ քարոզում են, որ Աստված սեր է, պետք է սիրես։ Շատ լավ են քարոզում, իրոք պետք է սիրենք մենք, բայց ո՞նց։
այդ ինչի ասում եք մարդ։ Ուղղակի գրված ավելի սիրեք Աստված սերա ու վերջ։ Մեկ էլ հաջորդ մի քանի օր հետո կամ մի շաբաթվա իրա նույն այդ մարդու քարոզն եմ տենում, Աստված սպանեց այս չար ժողովրդին, Աստված կոտորեց սրան, Աստված պետք է պատժի ձեզի գցի դժողքը մեր գործողներին։ Ասում եմ մի անցած անգամ ինքը սեր էր քարոզը, նույն ասու խոսքից։ Այս մարդու մեջ Բաբելոն էր։ Իսկ այսօր քարոզումը Աստված պիտի սպանի սեր չի չարա մի խոսքով։ Լրիվ գիրն էր ասում, իսկ գիրը չարություն է։ Հոգին ապրեցնեմ, գիրը սպանում է, գիրը հակառակը ասում, շատ անգամ ենք հիշի այս մասերը, սիրելի Աստծո։ Ղուկաս 10-րդ գլուխն եմ ուզում կարդանք հիմի 10-րդ գլուխ 17, 18, 19 խոսքերը։ Եվ այն 70-ը ուրախությունով ետ դառան եւ ասացին. Տեր, դևերներ են հնազանդվում մեզ քո անունովը։ Եվ նրանց ասաց. տեսնում էի սատանային, որ կայծակի պես երկնքիցը վայր էր ընկնում։ Ահա իշխանություն տվեցի ձեզ կողել օծերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորության վրա, եւ ձեզ ոչ մի բան չի վնասի։ Տեր ասում է, հնազանդվում են քո անունով դևերը ինձի։ Դևը, որ ես ատում էի իմ հորն ու մորը, բայց Հիսուսի անունով, սիրո անունով, հնազանդվան արդեն ինձի, արդեն ես սկսեցի սիրել իմ հորն ու մորը։ Արդեն դևերը այդ հասկացողությունը դուրս եկավ իմ գլխից։ Դևը փախավ արդեն իմ միջից։ Երբ որ հոգևոր հասկացողությունը ընդունում է մարդ, մարմնավոր հասկացողությունը փախտում է մարդու գլխից։ Դուրս է գալի, հնազանդվում է հոգևոր հասկացողությանը եւ հեռվանում է իրանից, որովհետեւ հակառակ են իրան։ Երբ որ լույսը սենյակը մութ է, խավարն է, Բաբելոնն է իմ մեջ, լույսը վառում եմ, փախտում է խավարը։ Ուզած չուզած լույսի ներկայություն մեջ խավարը չի կարող բնակվի։ Նույնը մեր ներսի աշխարհն է, մեր հասկացողությունն է, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Եթե մեր ներսի հասկացողությունը Բաբելոնն է, Աստվածաշունչը խառնաշփոթ ենք հասկանում, այս ժամանակ արդեն սիրո հասկացողությանն ենք ընդունում ու Բաբելոն հասկացողությունը փախցում է մեզնից։ Ուրեմն ընկավ Բաբելոնը։ Ղուկաս 8-րդ գլուխ 26-րդ խոսքներ կարդամ ամենքի շինության համար։ Եվ նավով գնացին Գերգեսացիների երկիրը, որ Գալիլայի դիմացի կողմն է։ 26 28-ը։ Մինչև 28-ը։ Եվ նա դուրսը ցամաքը գնալիս քաղաքիցը մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ բնակված ժամանակից հետե, եւ հակուս չէր հակած տան մեջ չէր կենում, այլ գերեզմաններում է։ Դևերի գերեզմանում էր բնակվում այն մարդը, Գերգեսիա նշանակում է Գերգեսացիների երկիրը, որ գնացին, Գերգեսիա նշանակում է միաբանությունը խախտող։ Ով է միաբանությունը խախտում։ Գիրը Աստվածաշնչի, գիրը սպանում է, խախտում է միաբանությունը։ Հորն ու մոր հետ այս օրինակը բերենք, քանի որ այս օրինակի մասին խոսացինք։ Ով որ չատի իր հորն ու մորը, խախտում է միաբանությունը։ Աստված սիրո Աստված է։ Եվ այդ Գերգեսացիների միջի բնակվող մարդիկ գերեզմաններում են բնակվում։ Առանց հակոստի, այսինքն առանց շնորհքի Աստվածային։ Սուտ շնոր գարան մորթիներ հակած գայլերի պես կնստեն, բայց մեկը հերիքա իրանց թթու բան ասեց, բորբոքվում են արդեն, գերեզմաններում են ապրում իրանք, հոգևոր իմաստով, գերեզման նշանակում է լռություն, մահվան վայր։ Մարդիկ մեռած են հոգևոր իմաստով, ու այս մարդը գերեզմանների մեջ էր բնակվում։ Ով միաբանությունից հեռու էր, միաբանությունը խախտում էր, ով գրով էր պաշտում ասում, ով մարմնավոր ձևով էր հասկանում ու մարմնավոր էր հետը։ Մենք բոլորս էլ անցել ենք այդ էտապը։ Չկա մի հատ հավատացյալ, որ սկզբից մարմնավորը չընդունի նոր հոգևորը։ Սկզբից մարմնավորն է, կարդում է նոր հոգևորը։ Մի բան էլ ասեմ, էլի սիրելի քույրերի եւ եղբայրներ։ Աստված երբ որ ստեղծեց մարդուն, ամեն բան ստեղծեց, իր դրախտի մեջ, Եդեմի մեջ, ամեն պտղաբեր ծառեր, ամեն բարի բաները ստեղծելուց հետո, մարդուն ստեղծելուց հետո, բարի ու չարի գիտության ծառը ստեղծեց, դրեց կենտրոնում ես դրախտի։ Կենտրոնում, մեր կենտրոնում Հիսուսն ասեց ձեր մեջ փնտրեք այդ արքայությունը։ Հոգևոր իմաստով, բայց մենք ֆիզիկական ենք կարդում։ Եվ ծառը Աստվածաշունչն է այս, որը կյանքի ու չարի բարի գիտության ծառն է։ Աստվածաշունչը համ կյանքի ծառը, համ չարը բարի զանազանության ծառը։ Չարը բարի զանազանության ծառը դա օրենքի ծառն է, իսկ կյանքի ծառը հոգու ծառն է։ Եթե այդ օրենքը հոգով ես հասկանում Աստվածաշունչը, սա կյանքի ծառն է, կյանքի գիրկն է,
Եվ Ադամի Եվային, այսինքն մեզ նոր հավատացյալ մարդկանց, պատվիրեց, ասեց օրենքից չուտես հանգար։ Օրենքը մեղքի գիտության համար է։ Օրենքով կերար, օրենքը կերար, գիրը կերար կմահանաս, շնորհքը կե։ Բայց Աստված նաև գիտեր, որ մենք պետքա ուտենք սկզբից օրենքը։ Պետքա մեռնենք, մեզ մեղավոր տենանք, որ գնանք Քրիստոսին, գնանք իր որդուն, գնանք հոգու։ Եվ հայտության մեջ էլ գրված է 21 գլուխն է կարծեմ կամ 22, ասում է գետի կողքին կյանքի ծառն էր, որ իր պտուղը տալիս էր ամեն ամիս, 12 ամիս իր պտուղն էր տալի ու սուրբերը ուտում էին այդ պտղիցը։ Հասկանում եք, ու հավիտյան չէին մահանում, բայց որ օրենքի ծառիցը կերան Եդեմի մեջ, նույն դրախտի մեջ մեռան։ Այսօր ինչ ենք մենք օրենքով ես հիացած եմ միշտ Մելանի հետ էլ որ կարդացինք ասենք տեսեք մարդիկ հոգևորներ ուզում իմանան կյանքի ծառից են ուզում ուտեն մինչև այսօր կերեր են օրենքը գիրն են կարդացել Աստվածաշնչի մեջ ու մահացել են տխրություն մռայլություն տառապանք է եկել իրանց վրա գիրը տարերա տառապանքի աղաղակերեսեր բայց արել են չարություն ատելություն սա մեղքի ծառն է սա օրենքի ծառն է գրի ծառն է Սա Աստվածաշունչն է, նորից եմ ասում։ Աստվածաշունչը իր մեջ ունի այս գրով մենք ճանաչում ենք մեղքը ու կատարում ենք արդեն հոգուն ենք ուտում, հոգու պտուղն ենք ուտում, գիրն էլ է պարտադիր, սուրբ է գիրը։ Բայց մենք սուրբ չենք կարդում, ով չսպանի իր հորն ու մորը։ Անմաղեկին մեր ու մանուկով չկոտորի։ Կոտորեք։ Հասկանում եք, սիրո ծառ ասա, բայց մենք մեղքից ենք, մարմնավոր ենք ուտում, մեղքն ենք ուտում այդ ծառի։ Դրա համար մահանում ենք, դրա համար շատ ցավահարներ ու դիվահարներ կան մեր մեջ, հոգևոր իմաստով, որ խելագար են, լուսնոտ են, գցում են իրանց էսյանեյան, մեկ ջրի մեջ գրված է, այնքան են ինձ ասել դու մոլորված ես, այնքան են ասել, ես սկզբի ժամանակներում վիրավորվում էի, ներսս վիրավորվում էի, բայց հետո տեսա Հիսուսին խիմենակ մոլորված էին ասել, ինչեր էին անում, իսկ Հիսուսը ոնց էր պատասխանում իրանց, գրկապած կընդունեմ ձեզի, հասկացեք, ձեր արածը զղջացեք արեք Տեր Աստված, բայց Հիսուսի պես չվարվեմ ես, թե օրենքի պես վարվեմ, օրենքի հավատացող մարդկանց, գրի հավատացող մարդկանց պես վարվեմ, չարին չարով հատուցանեմ։ Ոչ, այս հասկացողությունը իմ մեջ տվեց հանգստություն, խաղաղություն ու սեր։ Իմ մեջ առաջացրեց աղոտ նման մարդկանց համար։ Պողոս առաքյալը ասացի պես, ծննդկանի ցավ քաշեցի մարդկանց հետ խոսալուց, թեկուզ իմ հասենի այս ասում էի։ Հասկանում եք, քուրեր, աղբերներ, կյանքի ծառիցը պետք է ուտենք, որ ապրենք։ Եվ այս լուսնոտը հենց գերով առաջնորդվող մաղթանք, սիրելի հարց տվող, որտև խավար կա գրի մեջ խավար կա, չես կարում իմանաս, չես կարում, վայ, մեկ սենց ասում, մեկ նենց։ Դա հենց լուսնոտի հիվանդությունն է։ Հոգևոր իմաստը այսքան էլի կարելի անդադ կարելի խոսալ, ամբողջ Աստվածաշունչը հենց այդ մասին է խոսում, բարի ու չար գիտության, այս բարի ու չարը պարալենի հետ մեն մեր հավատքի կյանքի մեջ, պարալենի հետ մեն, մեր դեմն են, ես արթնացա կարող ասեմ, արես ագնուցը խեր ծուրը, ստեղիա դրած, գորամ, հələ տես ինչ եղա, որնակի համար, բայց կա սրա պարալենի կյանք, փառք ես Տեր Աստված, որ սես բան է ստեղծել, առաջ որ ագնոց չելի մարդիկ ոնց են Օրինակի համար էլի փառք ես Տեր Աստված գիտություն այսքան զարգացրել ես այսօր ունեմ էսի դες պարալենի երկուսներ կա ես որը ուզենամ ենի կընտրեմ ես կարամ մի բանի վրա կատաղեմ ես խիս հենց արի կարամ սիրով վարվեմ սիրով պարալենի այս կյանքը բոլորիս կյանքի մեջ ամեն րոպե գնում այսի առաջ կնիսդ արթնացար այս պարալենի բանն հետ մկարացա ես փառք ես Տեր Աստված այսօրվա համար որ կյանք տվիր ինձի կարաս արդեն արա էլի էլա օրը բացվավ էլի գործի էլի սենց Պարալենի է սրանք, դու պետք է ընտրես աստվածայինը լուսնոտությունը, թե լուսնոտությունը, գիրը թե հոգի։ Մի խոսքով էլի, Տերը օրհնի ձեզի, չեմ ուզում շատ ժամանակի առումով։ Մոտեցավ ավարտին, Աստված շատ օրհնի, սիրելի հարց տվող, եթե էլի նորից հարցեր կառաջանան, գրեք։ Ամեն, գրեք, ասեք, ձեր հարցերը ասեք, ինչքան շատ հարց եք տալիս, այնքան ուրախանում եմ։ Այնքան ուզում եք ճանաչեք, ուզում եք տենակ, այնքան ուզում եք մոտենակ ու կգա ժամանակ այս հարցերի պատասխանը դուք իմանալուց հետո դուք կսկսեք մարդկանց տալ ձեր փորից կենթանի գետի ջուրեր կբխի դուք արդեն ծարավը կհագեցնեք դիմացիների ամեն այդ իշխանությունը մեզի տրված է Հիսուս Քրիստոսով Աստված շատ օրհնի ձեզ մնաք խաղաղության մեջ ամեն